Հայոց եկեղեցին մեծ պահքի 6-րդ կիրակի հանգրվանում է։ Մարտի 22-ին միացնայեջ տաճարում Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ եւ անմահ պատարագ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մարդիկ մեկտեղվել են լի հոգևոր ապրումներով, աղոթքներով, ակնածանքով։ Ներկաները վերապրում են սրբազան արարողության խորհուրդը։ Ես վերջի երկու ամսվա չափ Հայաստանում չեմ եղել եւ այսօր ամենամեծ կարոտով առավոտյան այդ միտքը ունեցա, որ գամ Մայրաթոր եւ այլեմ իմ ամենասիրելի վայրի պատարագը։ Ես Ամերիկայում եմ ապրում, Providence-ում եւ եկել եմ մի 4 օր առաջ Հայաստանում եւ ես շատ բախտավոր եմ, որ այս կիրակի եկել եմ Էջմիածին։ Եվ վեղապարը հանդիպեցի, տեսել եմ։ Եվ ես գալիս եմ Էջմիածին եւ ոնցով նոր եմ ծրմում, նոր քրիստիանական նոր կյանք սկսում է ինձ, որ էսի սուրբ տեղն է, ամբողջ հայերի համար։ Մեծ պահքի 6-րդ կիրակին կոչվում է Գալստյան, այն հավատացյալին հիշեցնում է Քրիստոսի երկրորդ գալստյան մասին։ Քրիստոս իր երկրորդ գալուստը կոչում է վերջին օր, դատաստանի օր, Գալստյան օր, Աստծո բարկության օր։ Առաջին Գալստյան ժամանակ Աստվածորդին հանձնառավ խաչելությունն ու մահը, բայց երկրորդ Գալստյանը ըստ ավետարանական վկայությունների պիտի գա ահեղ զորությամբ եւ մեծ փառքով։ Էջմիածնի մայր տաճարում Սուրբ եւ անմահ պատարագ մատուցեց թորգոմ վարդապետ Տոնիկյանը։ Գալստյան կիրակի խորհուրդը իր քարոզում ներկայացրեց Արշակ arczepiskopos Խաչատրյանը։ Գալստյան կիրակի օրը եկեղեցիներում դեռևս փակ են վարագույրները։ Եկող կիրակի ծաղկազարդն է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ ծաղկազարդի տոնը հայտարարվել է երեխաների օրհնության օր։ Ծաղկազարդին եկեղեցիներում վարագույրները կբացվեն։ Օրհնյալ եղերուքի շնորհացրու փոքրին ներկայ խաղություն եւ Տեր Հիսուս եղեցին ձեզ ընդամենեսյան ամեն։ Պատարագն ավարտվեց հայոց եկեղեցու գահակալի աղոթքով, հայրապետական մաղթերքի հնչյունների ներքո հայոց կաթողիկոսը օրհնություն բաշխեց կիրակի մայր տաճար եկած մարդկանց։